Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք ինչպես հարստանալ և ավելացնել ձեր եկամուտը 2026 թվականին։ Նմանատիպ տեսանյութեր հետաքրքիր իհարկե կարող եք գտնել այս ալիքում, այս հարթակում, լուսնային օրացույց և հորոսկոպ ալիքում, իսկ աստղաբանության ալիքում կլինեն միայն մոլորակների վերաբերյալ կանխատեսումները։ Եվ այսպիսով հրեձին չի օգնի նրանց, ովքեր նախընտրում են անշարժ նստել և սպասել երկնքից իջած մանանայի։ Դրա համար պետք է մոռանալ պասիվ եկամտի մեթոդների և հետաձգման մասին։ Դրա փոխարեն խորհուրդ է տրվում նախաձեռնողականություն ցուցաբերել, արագ արձագանքել շուկայի փոփոխություններին և չվախենալ իմաստուն ռիսկերի դիմելուց։ Տարվա խորհրդանիշը անշուշտ կաջակցի նրանց, ովքեր պատրաստ են շտապել դեպի նոր հնարավորություններ, գործելով արագ, բայց մտածված։ Լրացուցիչ խորհուրդներ։ Ձեր ստեղծագործական կարողությունների դրամայնացումը։ Եթե դուք ունեք յուրահատուկ իրեր ստեղծելու, գրելու, տեսանյութեր ստեղծելու կամ որևէ այլ ստեղծագործական ձեռնարկ սկսելու տաղանդ, հիմա իդեալական ժամանակն է ձեր հոբբին կայուն եկամտի աղբյուրի վերածելու համար։ Ձեր աշխատանքը ժամանակակից հարթակների և սոցիալական ցանցերի միջոցով խթանելը արագ արդյունք կտա։ Կրթություն և վերապատրաստում։ Մասնագիտական գիտելիքների, մասնագիտական հմտությունների և տեղեկատվություն փոխանցելու ունակության շնորհիվ դուք կարող եք կազմակերպել ձեր սեփական դասընթացները կամ սեմինարները, օգտագործելով ինչպես օֆլայն, այնպես էլ առցանց տեխնոլոգիաներ։ Ցանկացած մասշտաբի առևտուր։ Ձեր սեփական ապրանքների վաճառքը կամ վերավաճառքը կարող է դառնալ ձեր եկամտի հիմնական աղբյուրը, և առցանց խանութի ստեղծումը հիանալի լուծում է նրանց համար, ովքեր ցանկանում են արագ ընդլայնել իրենց բիզնեսը։ Ավանդներ և ներդրումներ։ Ձեր խնայողությունները կարող են աշխատել ձեզ համար և աճել խելացի ներդրումների միջոցով։ Դրա համար հարմար են ինչպես ավանդական բանկային գործիքները, այնպես էլ ժամանակակից ներդրումային հարթակները։ Բրենդինգ։ Ձին գնահատում է անհատականությունն ու խարիզման և հմուտ է ինքնադրսևորման մեջ։ Հետևաբար, նրա առաջնորդությամբ դուք կարող եք մշակել անձնական ապրանքանիշ, որը ճանաչելի կդառնա ձեր ընտրած խորշում կամ ոլորտում։ Վճարովի ծառայությունների մատուցում։ Խորհրդատուները, մարզիչները, IT մասնագետները և այլ մասնագետներ կարող են զգալիորեն մեծացնել իրենց եկամուտը, աշխատելով որպես ֆրիլանսիստ։ Այս գործունեությունը ազատություն է տալիս և ժամանակի ընթացքում հարթում է սեփական գործակալություն հիմնելու ճանապարհը։ Հիմա մի փոքր խոսենք բիզնես հորոսկոպից։ Ամբողջ տարին կնշանավորվի արագ զարգացմամբ և առաջ շարժմամբ, որը նախընտրելի է հրե ձիու համար։ Միայն պետք է արագ և վճռականորեն գործել, հնարավորություններից օգտվել և միշտ մեկ քայլ առաջ մնալ մրցակիցներից։ Այս տարին անհավանական հեռանկարներ է առաջարկում նրանց համար, ովքեր պատրաստ են ռիսկի դիմել և մուտք գործել նոր շուկաներ։ Սկսեք ոգևորությամբ, և զարգացման արագությունը հաճելիորեն կզարմացնի ձեզ։ Լրացուցիչ բիզնես խորհուրդներ ձեզ։ Բարելավեք որակը։ Ձեր սեփական արտադրանքը ստեղծելիս կենտրոնացեք դրա եզակիության և գերազանցության վրա, ձեր ապագան կախված է դրանից։ Եթե հաճախորդները գնահատեն ձեր նորարարական մոտեցումը և որակը, դա կօգնի ձեզ արագորեն գրավել շուկան և ապահովել կայուն դրամական հոսք։ Ընդլայնեք ձեր ծառայությունների շրջանակը։ Որոշ ծառայություններ պահանջում են անընդհատ թարմացում և հարմարեցում ժամանակակից իրականությանը։ Մի վախեցեք փորձարկել և առաջարկել հաճախորդներին նորարարական լուծումներ։ Սա ձեզ կառանձնացնի մրցակիցներից և կձևավորի նորարարի համբավ։ Հատուկ առաջարկներ։ Այս տարի շուկան նվաճելու համար անհրաժեշտ կլինի արագություն և ճկունություն։ Բոլորը պետք է կենտրոնանան իրենց առաջարկի եզակիության վրա։
Գործընկերների և հաճախորդների համար ստեղծելով բացառիկ պայմաններ, դուք կարող եք արագորեն մեծացնել ձեր հաճախորդների բազան։ Հաջորդը հաղորդակցման հմտություններ և հոգեբանություն։ Տիրապետեք հաճախորդների հետ հաղորդակցման ժամանակակից մեթոդներին, բայց միշտ մնացեք անկեղծ։ Բիզնեսի ձախողումները հաճախ պայմանավորված են հենց վստահություն ձևավորելու անկարողությամբ։ Դրա համար զարգացրեք արդյունավետ հաղորդակցման և ցանցային կապերի հմտությունները։ Կառավարեք ձեր գները։ Գնագոյացումը անընդհատ փոխվում է, բայց կարևոր է ուշադիր հետևել այդ փոփոխություններին։ Միշտ ապեք բարձրացնել գները, վերլուծեք հաճախորդների կարիքները և օպտիմալացրեք արտադրական գործընթացները։ Շահույթը հաճախ կարելի է մեծացնել արդյունավետությունը բարելավելով, այլ ոչ թե գները բարձրացնելով։ Պահպանեք կարգուկանոն։ Անթերի կազմակերպվածությունը կարևոր է փաստաթղթավորման, լոգիստիկայի, հաճախորդների կառավարման և պլանավորման հարցերում։ Սա հաջողության հասնելու և կրակի ձիու բարեհաճությունը արժանանալու միակ միջոցն է, որը գնահատում է կարգապահությունն ու ճշգրտությունը։ Հաջորդը խոսենք կարիերայի հորոսկոպից։ Հրեձին սիրում է արագությունը և ատում է կարիերայի լճացումը։ Հանգիստ և չափված աշխատակիցները կկարողանան պահպանել իրենց դիրքերը, բայց իրական հաջողությունը կգա նրանց, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել և ձգտել նոր բարձունքների։ Հաջողության հիմնական պայմանները։ Ձեռներեցություն։ Նրանք, ովքեր որոշում են սկսել ստարտափ կամ զարգացնել նորարարական բիզնես, ապա հաջողակ կլինեն։ Նման անհատները կստանան հրեց ու հզոր աջակցությունը իրենց բոլոր ջանքերում։ Միջազգային կապերը և այլ մշակույթների ներկայացուցիչների հետ գործընկերությունները նույնպես մեծ օգուտներ կբերեն։ Առաջնորդություն։ Առաջնորդական որակներ ցուցաբերելիս մարդը պետք է լինի նաև խարիզմատիկ և ոգեշնչող։ Ձին աջակցում է նրանց, ովքեր պատրաստ են ղեկավարել թիմ կամ հիմնել իրենց սեփական ընկերությունը։ Եվ իհարկե նման նպատակները անպայման կիրականանան։ Հաջորդը մտադրությունների լրջությունն է։ Անկախ ոլորտից կամ պաշտոնից մարդը պետք է իր առաջադրանքներին մոտենա լիակատար նվիրվածությամբ։ Մի հետաձգեք նախագծերը, մի հետաձգեք կարևոր որոշումները կամ մի հրաժարվեք սկսածից։ Կրակի ձին առատաձեռն է միայն նրանց նկատմամբ, ովքեր նպատակասլաց են և համառ։ Այսքանը սիրելիներս, նշածս հորոսկոպների համար բոլոր կենդանակերպի նշանների մասին կարող եք լսել մի փոքր ավելի ուշ։ Այսքանը ձեզ մաղթում եմ ամենահիանալի տարին, որը դուք եք ցանկանում, որովհետև ձին դա արագություն է, ինչպես նշեցի, և գնացեք իրեն հավասար։ Միշտ եմ դա ասում և միշտ էլ դա կասեմ, որովհետև սա ուղղակի ձիու տարի չէ, սա կրակի ձիու տարի է, իսկ ինքը կրկնակի արագ է։ Էնպես որ արեք այն, ինչ որ ուզում եք, մի նստեք, մի սպասեք ոչնչի։ Ոչ ոք ձեզ համար չի անելու, միայն դուք եք անելու։ Միայն դուք եք ապրում ձեր կյանքը, ոչ ոք ձեր կյանքով չի ապրում։ Այսքանը լավ եղեք և սպասեք նորանոր տեսանյութերի։ Եթե հավանում եք, լայքեք, կարող եք նաև կիսվել տեսանյութերով, ես շատ ուրախ կլինեմ։ Եվ իհարկե բաժանորդագրվեք ալիքին։ Լավ եղեք։